Ես օրինակ կողմ եմ ազգային բուրժուական պետության առկայության կոնցեպտին։ Այսինքն մենք պետք է ունենանք այո ազգային գաղափարախոսություն եւ այդ ազգային գաղափարախոսությունը պետք է սպասարկի հայերի տնտեսական շահերը, որից կբխի արդեն հոգևոր, քաղաքական եւ այլ շահերի սպասարկումը։ 19-րդ դարի կոնցեպտ է, այս կոնցեպտը նույնիսկ մոտենում է քաղաքական հասկացությանը, թեև հայերի նկատմամբ ես կտրուկ դեմ եմ այդ տերմինի կիրառմանը, որովհետեւ օրինակ քաղաքական ազգ են, այն ազգերը, օրինակ դասական օրինակ են, օրինակ ամերիկացիները, քաղաքական ազգ են, չինացիներ, շոտլանդացիներ, անգլիացիներ, հայեր հավաքվել են, քաղաքական ազգ հասկացության տակ դնում են մարդկանց այն ընդհանուր հանրույթը, որը որոշակի տարածքի վրա կենտրոնանում է եւ ունենալով ընդհանուր շահեր, հետագայում դրա հիման վրա նաեւ ընդհանուր մշակութային, սոցիալական եւ այլ ֆոն է ապահովում։ Տեսեք, Ամերիկան, մարդը երբ որ գնում է Ամերիկա լինելով չինացի կամ հայ, ինքը վերջում դառնում է ամերիկացի, որովհետեւ ամերիկացի քաղաքական ազգի մասնիկ կազմելով ի վերջո ինքը սկսում է այդ մշակութային, սոցիալական եւ տնտեսական միջավայրում գործել։ Հիմա ինչի՞ ես հայերի առումով դեմ եմ այս մոտեցմանը, որովհետեւ քաղաքական ազգերը դրանք որոշակիորեն արհեստական, որոշակի մի գաղափարի շուրջ հավաքված մարդկանց խումբ է, որը առիթի դեպքում եթե այդ գաղափարը վերացավ, ինքը կվերանա։